Պլանը սենց է։ Սկզում մի քանի խնդրի վրայով համատաբար խարախշտիկ թեթև կանցնենք, հետո մի թեթև իրար հետ կքննարկենք այն ավելի դժվարոտ հետաքրքրող խնդիրներից, բայց դրանք չենք լուծի, որտեղ դրանց համար արդեն պատրաստի լուծում ունենք սարքած, բայց ուղղակի որպես տենց հիշացում ու միասին տեղը գցել վիճակով ավելի շատ։ Հա, բայց դե սկսենք սկզբից, ամեն դեպքում մեր առաջի հաղթեսի դասն է։ Եկեք սկսենք այս հենց մեր 0-1 խնդրից։ Խնդիրը հետևյալն է։ Ունենք երկու հատ զառ, սենց, ու բաներից է, այն արդար զառերից է։ Միշտ եթե չենք նշում, ուրեմն արդար զառ, այսինքն ամեն մի բան ընկնելու հավանականությունը նույնն է։ Հիմա այս երկուսն է եթե գցենք։ Ինչքան է հավանականությունը, որ երկուսի վրա էլ կտեսնենք 2։ 1/36-րդ, Ոնց ստացվեց։ դե ընդհանուր 36 հնարավոր դեպք ունենք, 6 անգամ 6, ու որ երկուսն էլ լինեն 2, այդ ոնց որ մի վարիանտ է, հա։ Շատ ճիշտ է։ Այստեղ մենք ոնց որ կիրառեցինք մեր այն ամենաֆունդամենտալ հաղթեսի բանձը, որտեղ ասում ենք բռնի նայի մեզ հետարքրող այն հաջող դեպքերի քանակը բաժանի բոլոր դեպքերի քանակին։ Այս վանդակայինը մեր մոտ քանակն է։ Այսինքն մենք ընդհանուր ունեինք 6 անգամ 6 դեպք, այդ բոլոր կոմբինացիաները 1 1 1 2 1 3 եւ այլն։ Մեզ իրանցից հետարքեր մենակ 1-ը, 2 2-ը։ Այսինքն ունենում ենք այստեղ 1/36-րդ։ Ճիշտ է։ Իսկ օրինակ ինչքան կլինի հավանականությունը, որ գոնե մի հատ 1 կընկնի։ Այդ ոնց կարանք հաշվենք։ Նրանք հաշվենք, որ հավանականությունը 1 չի, 1-ից հանենք։ 1 չի, 1-ից հանենք։ Ինչի տենց անենք։ Ինչի տենց հակառակով։ Հակառակ դեպքում պետքա ոնց որ դեպքերը իրար գումարելով գնանք առաջ, սենց անենք ոնց որ ավելի կարճ է ստացվում։ Հա, ամեն հետո պետքա այնտեղ inclusion-exclusion principle-ներ կարող լինի։ Ընդհանուր ոնց որ շատ ճիշտ միտք է։ Գոնե 1-ը, ընդհանրապես հիմնականում եթե լսում եք գոնե, նշանակում է եկեք անենք հակառակ դեպքը հաշվելով։ Մենք գիտենք, որ ցանկացած պատահարի համար այդ պատահարի հավանականություն գումարած այդ պատահարի չլինելու հավանականությունը 1 է։ Միշտ ամեն ինչ կամ լինում է, կամ չի լինում։ Ու այդ պատահարի մնացած պատահույթի մնացած դեպքերը իրա կոմպլիմենտն են, իրա լրացումը։ Ու եթե այստեղ ոքի գանք ասենք դե p-ն հավասար է 1 - p-ի կոմպլիմենտ, եթե այս p կոմպլիմենտ ավելի հեշտ է հաշվել, հենա տենց ստանանք p։ Հիմա օրինակ այս դեպքում որ ասում է գոնե մի հատը 1, այդ նշանակում է մի հատը 1 կամ երկուսն է 1։ Այդ երկուսն է 1-ի մեջ հաշվելուց մի հատը 1-ը արդեն հաշվել են, կարող է հենց ստացվում մի բանը երկու անգամ ենք հաշվել, այդ exclusion principle-ը։ Շատ ավելի գլխացավը, քան ուղղակի բռնել հաշվել այն, որ ոչ մի հատը 1 չի ընկնում, ու 1 հավանականությունից հանել են, որ ոչ մի հատը 1 չի։ 100% շանսից, քանի տոկոսն է տենց, որ 1 է, այդ 1 բառից չխառնվենք, տենց ասեմ։ Բայց հա, իզեան դա է։ Ու ոնց ենք դա հաշվում ստեղ։ Ինչքան հավանականությունը, որ ոչ 1 չի լինի։ Այսօր գրիչս գժվել է լարև։ 5/6-րդ անգամ 5/6-րդ, հետո մեջից անենք։ Այո, գերազանց։ 6 տարբերակ կար առաջի զառի համար, 1-ը հանում ենք մեջից։ Տակը մնում է 5 տարբերակ, նույնն էլ մյուսի համար, այսինքն ընդհանուր կա 25 տարբերակ 36-ից։ Ու մեզ հետարքեր 1-ից հանած դա։ Այսինքն ստանում ենք տենց 11/36-րդ։ Շատ բարի։ Իսկ ինչքան է հավանականությունը ստանալու ճիշտ 1։ Առաջին լինի 1, երկրորդը լինի 1, ամեն առաջին լինի 1, երկրորդը լինի 1։ Հա, ոնց որ թե ճիշտ լսեցի, բայց տենց բավականին վատ լսեցի ճիշտ ասած։ Բայց հա, այսինքն առաջինը 1, երկրորդը 1 չէ, երկրորդը 1, ու այսինքն այս առաջի զառով ընկնում է մեր մոտ 1, երկրորդով ունենք 2, 3, 4, 5, 6 տարբերակները, կամ հակառակը։ Այսինքն առաջինը 1, այսինքն 1/6-րդ, չէ՞։ Հավանականությունը, որ առաջի զառը կընկնի 1, 1/6-րդ է։ Ու հավանականությունը, որ երկրորդ զառը չի ընկնի 1, կընկնի 2-ից 6, 5/6-րդ է։ Հետո դա պատկած 2-ով, չէ՞։ Հա, շատ ճիշտ է։ Այս բազում պատկած 2-ով, որտեղ մի հատ ասելու ենք 5/6-րդ անգամ 1/6-րդ։ Այսինքն ըստ էության մենք ստեղ ունենում ենք ուղղակի
2 անգամ 5/36, այսինքն 10/36։ Կամ 5/18, ավելի հաճելի է եթե գրենք։ Հա, շատ ճիշտ է։ Դե լավ, եկեք որ շատ չձանձրանանք, այս 4-րդ 5-րդ չանենք, в принципе նույն սկզբունքն է։ Եթե հանկարծ խնդիր առաջանա, ասեք, այս երկրորդը եկեք մի հատ մտածենք։ Կոպեկ ենք գցում 5 անգամ։ Իրականում գուցե կապ չունի 5-ա թե չէ, բայց սա հետո կքննարկենք։ Ու մեզ հիմա հետաքրքիր է ինչքան է հավանականությունը, որ կենտ անգամ կընկնի հուշ։ Ինչ կարծիք եք ժողովուրդ։ Ոնց կարանք հաշվենք։ Դե կենտ անգամ, այսինքն կամ 1 կամ 3 կամ 5, չէ՞։ 5 անգամ է։ Դե եթե մի անգամ պետք է ընկնի, դե ղուշ ընկնելու հավանականությունը 1/2 հա, չընկնելու հավանականությունը 1/2։ Ոնց որ թե պետք է մի անգամ ընկնի 1/2 անգամ, ոնց որ 1/2-ի 4 աստիճան, այսինքն 4 անգամ չպետք է ընկնի։ Տենց է մնացած էլի։ Okay, սա պոտենցիալ տարբերակ է։ Հա, ու կարանք ասես բռնենք, հաշվենք դեպքերով գնանք ու ինչ անենք իրար հետ, բազմապատկենք թե գումարենք այդ դեպքերը։ Չէ, պետք է Հավանականությունները։ Գումարենք, շատ ճիշտ է։ Սրա համար այդժամ Բեռնուլի բան կա, բանաձև կա, ես տենց էի մտածում, բայց եթե չեն կանել, ավելի լավ չասեմ։ Հա, Բեռնուլին էլ իրականում շատ ճիշտ է կարծեսած։ Ու հա, այս մոտեցմամբ լուծման կարանք հասնենք։ Բայց մի հատ sense հարց։ Ըստ ձեզ օրինակ, եթե ասեի կենտ անգամ գիր ընկնի, նույն պատասխանը կլիներ, կամ օրինակ ասեի զույգ անգամ հուշ ընկնի, զույգ անգամ գիր ընկնի։ Դե հա, որտեվ բանա, հավանականություն 1/2 էլի կամ կընկնի կամ չի ընկնի, ոնց որ պետք է որ նույն թիվը տա էլի։ Իրականում հա, նույն թիվն է։ Ու նաև այստեղ 5-ն էլ հեչ կարևոր չէր։ Կարող ինչ որ մեկը միտք առաջարկի, թե ոնց կարանք տենց բավականին արագ ձևով, առանց ինչ որ դեպքերի, առանց ինչ որ քննարկումների ճիշտ պատասխանի գանք։ Հայկ ջան, ես ասեմ մի միտք չգիտեմ ինչքանով ճիշտ կլինի։ Ահա։ Դե այդ նույն քո մտքով ես էլ էի առաջնորդել, որ ինչ տարբերություն կենտ անգամ ղուշ ընկնի, թե կենտ անգամ գիր ընկնի, ու այդ էլ կապ չունի թե ինչքան նետումից։ Եթե այդ գիր ու կենտ անգամները ընկնելը կենտ ու զույգ ընկնելը նույն հավանականությամբ, ուրեմն ինքը 1/2 լինելու ու կապ չունի ինչքան նետումներ ա լինելու։ Okay։ Ես տենց եմ մտածել, բայց չգիտեմ, այդ ինչքանով հիմնավորում է, էլի այդ ամեն ինչը։ Այ հա, ոնց որ ճիշտ պատասխանին գալիս ենք, բայց մի քիչ ռիսկայոնոտ հիմնավորում աղաքի ասել, դե կապ չունի, ես կլինի թե են կլինի, ուրեմն 1/2-ով վերցնենք։ Եկեք պատկերացնենք այս սյուժետով։ 4 անգամ արդեն գցել ենք։ Օրինակ այս 4-ից կենտ անգամ ընկելա ղուշ։ Հիմա մեզ պետքա, որ ինքը չընկնի ղուշ, չէ, ընկնի գիր։ Ինչքան է հավանականությունը դրա, որ այս 4 անգամից հետո ենթադրենք կենտ ա եղել։ Մյուսը կընկնի ղուշ։ 1/2 էլի։ 1/2-ը։ Իսկ օրինակ, եթե ասենք այս առաջի 4 անգամը որ գցել ենք, ստեղ զույգ անգամ ա ընկել։ Հիմա մեզ էլ պետքա որ ընկնի ղուշ, չէ՞։ Ինչքան է դրա հավանականությունը, որ կոպեկը գցենք կընկնի ղուշ։ Էլի 1/2, չէ՞։ Այսինքն մենք կարանք ուղղակի բռնենք այս սկզբի 4 հատը որ կա, այստեղ ինչ ուզում ա լինի, եթե կենտ հատա, մեզ պետքա մի հատիկ ղուշ լինի, եթե զույգ հատա, մեզ պետքա չլինի ղուշ։ Այստեղ սա ուղղակի հարցը գայս է նրան, որ այս 4 հատը գիտենք թե ինչ է ընկել, 5-րդը ինչ ընկնի։ Իսկ 5-րդի մի դեպքում էս ղուշը պետք, մի դեպքում էս գիրա պետք, երկուսն էլ 1/2 հավանականությամբ ենք մենք տեսնելու։ Դրա համար ոնց որ ուղղակի այս վերջին կոպեկը պտտելով մենք կարանք զույգից գանք կենտի, կենտից գանք զույգի։ Ու ստեղ ուղղակի արդեն գայս ենք նրան, որ եթե ամեն ինչ կախված է մենակ այս վերջի կոպեկի արածից, որտեղ վերջի կոպեկը փոխելը սաղ սիստեմը փոխում է։ Վերջի կոպեկում է ղուշ ու գիրը նույն հավանականությունն է։ Ստացվում է որ արդեն իրոք P զույգը
հավասար է P կենտին ու հավասար է 1 երկրորդի։ Այս խնդրի հիմնական նպատակը հենց այս բանն էր։ Այդ առանց հաշվարկի կտորին գալներ, ու ընդհանրապես տենց միշտ եթե ինչ-որ բան տեսնում եք, որ ինչ-որ շատ հաշվարկ է պահանջում, մի հատ հարցրեք ձեզ, կարող է ոնց որ շրջանցելու ձև ունենք ստեղ ինչ-որ տրյուկ կա կամ ինչ-որ միտք կա, որ կարա մեզ փրկի բան ավելի տենց ծանր ճանապարհով գնալուց։ Այզավ, եթե հարց կա, համեցեք, եթե չէ, անցնենք հիմա էլ կալոդներին։ Ցույցացի։ Վայ, էլի չեմ լսում, մի հատ տեսնեմ իմ մոտ ամենաբարձրի վրա, իմ մոտից։ Չէ, երևի թե ինձնից էր խնդիր հայկական ճեկոններից։ Այ հիմա շատ լավ Ասում է եմ, լսվում։ եթե բանի այդ ոչ թե 5 զույգով լինի, էլի նույն պրինցիպով աշխատում։ Ահա, որովհետև քանի հատ ուզում է լինի, մենք ուղակի ամենավերջի կոպեկը եթե պտտենք, զույգություն կենտությունը փոխվում է, չէ՞։ Կալոդում ենք 52 քարտից, պոկերի կալոդ երկուսներ բաման ամեն ինչը մեջը կա։ Այսինքն տուզ 2 3 4 եւ այլն, տենց 13 հատ տարբեր բան ու 4 մաստ։ Ինչքան է հավանականությունը, որ մի հատ պատահական քարտ որ մեջից քաշենք, ինքը կլինի կամ թագուհի, այս թագը, կամ բան, օրինակ ղար։ Դե դամաները 4 հատ են, ղարերը 13 հատ, չէ՞։ Ըհը։ Ոնց որ սկզբից կվեսնենք, նու գիտկը բան կանենք, բաժանենք դեպքերի, սկզբից մի հատ դամա կվեսնենք, հետո կասենք, որ այդ դաման ղարերն է։ Ու տես եմ մտածում էլի։ Ըհը։ Այսինքն, տենց որ անենք, կստանանք ղարի դամա ստանալու հավանականությունը, չէ՞։ Եթե եւ անենք, այդ ժամանակ կստանանք, եթե Ահա, ունենք, ճիշտ է։ այդ ժամանակ արդեն բան կստանանք, կամ դամա կամ ղար։ Ըհը։ Բա ոնց ենք այդ կամը անում։ Գումարում ենք իրար, սկզբից դամա ենք վերցնում, yəni ընդհանրենք 4 հատ դամա է, 52 քարտեր, չէ, 4 52-երորդ, դրան էլ գումարած 13 52-երորդ։ Ըհը։ Ընտիր, ասենց որ անենք, կստանանք ստեղ, եթե այս 52-ը ընդհանուր բան անենք, կստանանք 17 52-երորդ, չէ՞։ Բայց հանած 1/52-րդ։ Ըհը, շատ ճիշտ է, շատ ճիշտ է։ Այստեղ եթե հաշվենք, թե ինչեր ունենք, մենք ստեղ վերցրել ենք, եկեք այս առաջի բազմությունը նայենք։ Այստեղ 4 դամաներն է, չէ՞, ղարի դամա, խաչի դամա, ու մյուս երկու դամաները։ Այստեղ ինչերն է, այստեղ ղարի 2-ն է, ղարի 3-ը եւ այլն, ղարի վալետը, ղարի դաման, հոպ, երկու անգամ չհաշվեցինք սա։ Հա, ճիշտ է, մեկը պետք է հանվեր։ Ըհը, շատ ճիշտ է։ Այսինքն մենք ստեղ ունենք բազմություն բաների, դամաների։ Մենք ունենք մի հատ է բազմություն ղարերի։ Բանն այն է, բայց որ իրանք ունեն հատում։ Այս ղարի դաման այս երկու տեղն էլ կա։ Ու մեզ եթե հետարքիր է այս երկու բազմությունների միավորումը, ինքը ստեղ մեր մոտ լինելու է առաջի բազմություն, այս սրան հետո գումարած այս մեր երկրորդ բազմությունը, բայց հետո հանած, այսինքն A գումարած B, հանած A հատած B, որ սա պետք է արանքից գա դուրս գա։ Այսինքն այս դեպքում ունենալու ենք 4/52-երորդ բոլոր դամաները, գումարած բոլոր ղարերը, հանած ղարի դաման, որտեվ իրան երկու անգամ ենք հաշվել։ Ստե լինելու է -1/52-երորդ, ու սա մեզ արդեն տալու է 16/52-երորդ, դա էլ նույն 4/13-երորդն է լինելու։ Եկեք գանք փորձենք անել այս դույլի խնդիրը։ Այս էլ ավելի շատ տենց վարժվելու խնդիր է, բայց իրան կարանք երկու ձևով փորձենք լուծել։ Հիմա ունենք ստեղ մի հատ դույլ, ու իր մեջ կա 5 հատ կապույտ գնդակ ու 3 հատ կարմիր գնդակ։ Հիմա բռնում ենք ու միանգամից 2 հատ գնդակ մեջից հանում ենք։ Այսինքն այս չի մի հատ գնդակը հանեցինք, գույնը նայեցինք, հետ դրեցինք տեղը։ Իրան ասում ենք without replacement։ Հիմա այդ երկու գնդակն է, որ հանենք։ Ինչքան է հավանականությունը, որ երկուսն էլ կլինեն կարմիր։
Դե կարմիր գույնի գնդակ արկղում կա 3 հատ, չէ՞։ Այսինքն 3 հատից 2 հատը պետքա վերցնենք։ Այսինքն զուգորդություն 3-ից 2-ական բաժանած ընդհանուր քանի գնդակ էր 8 զուգորդություն 8-ից 2-ական։ Հա, շատ ճիշտ է, շատ ճիշտ է։ Այս մեր մի քիչ ավելի կոմբոտ լուծումը։ Նայում ենք բոլոր հնարավոր զույգերը, կարանք առաջինով 8 տարբերակ ունենք վերցնելու, երկրորդով 7 տարբերակ, բայց նաև քանի որ մենք նես չի, իրոք առաջին երկրորդ ունենք, ուղղակի ձեռը գցում ենք, 2 հատ վերցնում ենք, սա բաժանում ենք 2-ի։ Եվ հերթականությունը գնդակների կարևոր չի։ Ստեղ էլ առաջինը 3 տարբերակով, երկրորդը տակում 2 տարբերակ ու էլի կիսում ենք։ Ստեղ արդեն մեր մոտ լինելու է ուղղակի 3-ը բաժանած 4 անգամ 7-ի, 3 28-րդ։ Իսկ ուրիշ մոտեցում ոնց կարող լինի այս խնդիրը լուծելուն։ Եթե հենց ուղղակի հավանականություններով հաշվենք։ Նայեք, եթե առաջի գնդակը ընտրենք կարմիր, դա լինում է 3 8-րդ հավանականությամբ, հետո որ երկրորդն էլ կարմիր կլինի, դա կլինի անգամ 2 7-րդ հավանականությամբ։ Ահա, շատ ճիշտ է։ Այսա շատ կարևոր է։ Մենք ստեղ որ ասում ենք երկրորդ գնդակը վերցնել, ստեղ հենց կարևոր է։ Երկրորդ նշանակում է արդեն առաջինն էլ է եղել, այն կարգինի պես ոնց առաջինն էլ է եղել։ Ստեղ արդեն մի հատ կարմիր գնդակ վերցրել ենք։ Արդեն այսենց է վիճակը։ Ստեղ արդեն ունենք 2 7-րդի դեպքում։ Ստեղ արդեն մեր մոտ գալիս է 3 8-րդ, 2 7-րդ։ Սա մեր մոտ գալիս է նույն այս 3-ը։ Նույն 3 28-րդը։ Ուհա, ու գերազանց։ Եկեք մեկ էլ ստեղ որ մի քիչ գանք դեպի բան, ավելի նոր թեմաներ ծածկելով գնանք, հետո արդեն մի քիչ ավելի կխորանանք ուրիշ խնդիրների մեջ, մի հատ էլ բայեսի բանաձևից խնդիր նայենք։ Կամ մի հատ ինչ-որ հիվանդություն, որով որ հիվանդ են մարդկանց ամեն 0.1%-ը։ Մարդկանց 1000 հոգուց մեկը հիվանդ է այդ հիվանդությամբ։ Հիմա մենք գնում ենք մի հատ ինչ-որ թեստ ենք հանձնում, ու այդ թեստը 99% ճշգրտությամբ աշխատում է։ Այսինքն, եթե թեստը հանձնեցինք ու ցույց տվեց, որ բան ենք, հիվանդ ենք, 99% հավանականությամբ ճիշտ է, որ ցույց է տալիս։ Բայց, օրինակ, եթե բան 5% դեպքերում է, կարող առողջ լինենք ու ասի, որ չէ, հիվանդ ենք։ Այդքան փոքր սխալանք ունի։ Հիմա հարց է գալիս, եթե մարդը թեստը հանձնում է ու ստացվում է, որ ինքը թեստը գալիս է, որ ինքը հիվանդ է։ Ինչքան է հավանականությունը, որ ինքը իրոք հիվանդ է։ Սարքը, եթե հիվանդ ենք, 99% դեպքերում ճիշտ ասում է, բայց 5% դեպքերում է բան, սխալմամբ ասում է, որ հիվանդ ենք։ Հիմա 99% է հավանականություն, ինչ կարծիք եք։ Կամ թեկուզ մոտավոր աշկաչափով ինչքան կլինի ես ձեզ։ Սա ոնց որ շատ հանգիստ կարա նաև կյանքում էլ պատահի։ Հիմա որ գանք ինչ որ շատ վատ հիվանդությունում ես դրական պատասխան գա, ինչքան անհանգստանանք։ Կամ խեն բժիշկները լիքը դեպքում կրկնակի թեստ անում։ Ճիշտ ասած, սենց եմ մտածում էլի, ոնց որ 5% սխալվելու հավանականություններ։ Ոնց որ սխալվելը ըստ բանի է բաժանած։ Եթե մենք բան ենք, հիվանդ ենք, ինքը 99% դեպքերում հենց մեզ ասում է, որ հիվանդ ենք։ Այսինքն իրոք հիվանդ մարդկանցից մենակ 1%-ին է սխալվում, ասում դուք առողջ եք։ Բայց 5% դեպքերում էլ կարող է մարդը հիվանդ չլինի, իրան ասի դու հիվանդ ես։ Եկեք նշանակումներով գնանք ու այդ բանաձևով էլ ստանանք, Եկեք։ որ հիվանդների բազմությունը եկեք նշանակենք ինչ-որ, չգիտեմ, ատառով։ Եկեք, եթե դեմ չեք բանով, օրինակ հրիով կամ բանով, որ հիվանդ օրինակ։ Հա։ Հիմա օրինակ P հիվանդը ինչքան է ի սկզբանե։ Մինչև թեստ, մինչև ինչ-որ ցանկացած բան։ Կամ կուզեք դուք միտք շարունակեք բան, ոնց որ չշեղամ, ինչ ճանապարհ ուզեք գնանք։ Չէ, ես ուզում եի նախ հասկանալ ինչը պետք է ստանանք, հետո այդ բանաձևով գնանք ու հասկանանք ինչը պետք է հաշվենք։ Հետո ես ուզում եմ։ Եկեք։ Ու
այդ հյով նշանակենք այդ բանի հիվանդների բազմությունը ու պետ առովել կամ պետ չէ ուրիշ առովել, որ թեստը դրական է եղել, Եկեք պլյուսով նշանակենք օրինակ։ որ պլյուսով, հա, հիմա պետքա գտնենք հավանականությունը հաշի պայմանով, որ պլյուս է եղել, չէ՞։ Հա, գերազանց։ Հավանականություն, որ հիվանդա, եթե դրական պատասխան է ստացել։ Ահա, հիմա եկեք էդի գրենք այդ բայեսի բանաձևով։ Ոնց են գրելու։ Այ բանաձևը մի հատ որ անգիր չեմ հիշում ճիշտ ասած։ Ահա, P օքեյ։ P հավանականություն պլյուս H պայմանով, եթե չեմ սխալվում։ P պլյուս H, ահա։ Նով անգամ P-ն P-ն H բաժանած P-ն պլյուս։ Հա, գերազանց։ Եկեք բայց մի քիչ քննարկենք այս բանձավը, որ բան լինի։ Ասած կոպիտ ասած անգիր հիշելու կարիք չլինի, այլ իրոք փորձենք հասկանալ։ Ինչ ասա ասում։ Ու նաև ոնց որ իրան գուցե ավելի հեշտ լինի պատկերացնել, եթե բազմապատկենք այս P պլյուսով, այսինքն եթե նայենք, որ ասում է P հիվանդ, եթե դրականը պատասխան եկել անգամ դրական պատասխան, սա լինի նույնը ինչ P դրական պատասխան, եթե հիվանդ, անգամ P հիվանդ։ Ուղղակի ոնց որ սա բերել եմ ստեղ։ Եկ մի հատ կարդանք հասկանանք ինչ է ասում։ Հավանականությունը, որ հիվանդ է, եթե պատասխանը դրական է եկել։ Սրա համար, որ այս դեպքը տեղի ունենա, նախ որ մեզ իրոք մարդը հիվանդ լինի ու իր պատասխանը դրական եկած լինի, պետքա մի հատ նախ առաջի հերթին իր պատասխանը հասկանանք ինչքան է հավանական որ պատասխանը դրական կգա, չէ՞։ Հետո եթե պատասխանը դրական է եկել, ինչքան է հավանականությունը որ հիվանդ կլինի։ Այսինքն մենք ստեղ ըստ էության այս իմ գրածը սա P հիվանդ է ու պատասխանը դրական է եկել։ Մենք այսա ենք հիմա նայում։ Բայց նաև սա նույնն է ինչ P դրական է պատասխանը եկել ու ինքը հիվանդ է, չէ՞։ Իսկ սենց եթե մոտենանք, սա նույնն է ինչ հավանականությունը որ հիվանդ է ու եթե հիվանդ է, ինչքան հավանականությունը որ դրական է եկել պատասխանը։ Այսինքն այս պայմանը որ եթեով ասում ենք, եթե բավարարենք որ սա տեղի ունենա, այսինքն սրա տեղի ունենալու հավանականության բազում պատկի։ Արդեն ստանում ենք ուղղակի այս երկուսի միաժամանակ տեղի ունենալու հավանականությունը։ Մենք նայում ենք հիվանդ լինել ու դրական պատասխան գալ, այստեղ հեսա ոնց որ ուղղակի հակառակ հայտարարով գանք բայեսի բանձավը դուրս կբերենք, բայց նայենք ոնց որ դրական պատասխան ստացած հիվանդներին, այս հատումը։ Սա լինելու է մեր մոտ այս կտորը, չէ՞։ Հիմա մենք ասում ենք, որ այս կտորը հաշվելը նույնն է ինչ հաշվել հավանականությունը, որ մարդը, եկեք այս ձախինով օրինակ նայենք, հավանականությունը, որ մարդը հիվանդ է, եթե գիտենք, որ ինքը բան է, դրական է եկել իր պատասխանը։ Հիվանդ է, եթե պատասխանը դրական է եկել։ Բայց այս եթե-նի պահնել, որ դուրս գա, մի հատ էլ հավանականությունը, որ պատասխանը դրական է եկել։ Այսինքն մենք ոնց որ բռնենք, ասենք, օքեյ, այս առաջի կտորը ասում ենք, լավ, գիտենք, որ բան է եղել, հիվանդ, որ դրականը պատասխան է եկել, այսինքն գիտենք, որ այս կտորը ակտիվացվել է։ Հիմա հիվանդ լինելը ստացվում է մեր մոտ այս մասը, բայց նաև պետքա ոնց որ այս կտորի ակտիվացումը արդարացնելու համար իր հավանականության բազում պետք։ Կամ հակառակն ենք ասում ենք, օքեյ, գիտենք, որ հիվանդ է եղել, այսինքն այս մասում արդեն ակտիվություն ունենք, այս մասի այս երկու հատումն է մեզ հետարքիր, պետքա, բայց նաև ոնց որ այս դեպքը տեղի ունենալով բազում պատկենք, որտեղ միշտ չի, որ սենց է տեղի ունենում։ Ու տենց։ Սա եթե ունենք, ստեղից գալիս ենք ուղղակի այս սրան,
Ոստեղից էլ ուղղակի մի մասը բաժանում ենք մյուսով, ասենք ստեղ սա բաժանում սրան, ստացվում է մեր ավանդական բայեսի բանաձևը այստեղի։ Չգիտեմ ինչքանով էր նորմալ, եկեք մի հատ ստեղ մաքուր գրեմ, ու եթե հարցեր կա, իրոք խնդրում եմ համեցեք, որովհետև այս բայեսը կարևոր պահ է։ Հիվանդ ու պլյուս ունենք, հիմա մեր բանաձևն էր P հիվանդ եթե պլյուս եթե հիվանդ անգամ P հիվանդ բաժանած P պլյուս։ Կարանք փորձենք նաև հասկանալ ինչի արժեքը ինչ է, եթե մինչև ստեղ օքեյ ամեն ինչ։ Այն աջ կողմում այդ պլյուս գծի կողքը հա, հա։ Չէ, Հա, ներողություն։ Այս ոնց որ անգլերենով դե դիզիզի վրա գնացի պահի տակ։ Ինչ որի արժեքը կարանք օրինակ հեշտ գրենք միանգամից։ Այդ pH-ը 0.1-ը չի։ Հիվանդների բազմությունը։ Հիվանդ լինելու հավանականությունը 0.1 է։ Շատ ճիշտ է։ Հիմա այս P-ն, երբ որ ինքը հիվանդ է ու եկել է դրական, չէ՞, այս առաջի վերևի առաջի բանը։ Այս չէ, ինչը պետք է հաշվենք, արդեն սկսում ենք նայել, հա։ P պլյուս երբ որ հիվանդ է, այսինքն երբ որ ինքը հիվանդ է եղել ու բանն էլ դրական է եկել, չէ՞, այսինքն այդ 99 չի, 0.99 չի դառնա դա։ Ստեղ այսօր տեսնում ենք ոչ թե Եվով, այլ եթե պատասխանը եկել է դրական, ինչքան է հավանականությունը, որ ինքը հիվանդ է։ Սա դա վերջինն էր հաշվել, չէ, հիմա սկսենք հաշվել էլի այն կոտորակի վերևի մասերը, այդ չենք անում։ Հա, բայց այն ստացել էր ուզում եք այսա գրենք մի անգամ։ Չէ, դա պիտի գտնենք, դա գտնելու բաններ, չէ՞ մեր։ Հիմա այս կոտորակի առաջի այդ արտադրիչը, այսինքն ինքը հիվանդ է ու թեստն էլ դրական է եկել։ Այսինքն այդ 99%-ը չի։ Շատ ճիշտ է։ Այսինքն 0.99։ Ահա։ Մնաց հայտարարը գտնելը։ Իսկ հայտարարն էլ ինչ էր ասում, որ ինքը դրական թեստ ունեցող մարդկանց բազմությունը, հա, տենց։ Հա, որ ընդհանրապես թեստը հանձնենք, պատասխանը կգա դրական։ Ինչ երկու սյուժետ կա, որ պատասխանը գա դրական։ Երբ հիվանդ է եւ եկել է դրական, եւ հիվանդ չի եւ եկել է դրական, այսինքն սխալ է ցույց տվել։ Շատ ճիշտ է, շատ ճիշտ է։ Ահա։ Այսինքն մենք ունենք մի հատ իսկականից գիտենք, որ ինքը հիվանդ է եղել ու պատասխանը դրական է եկել, չէ՞, այս մի դեպքն է։ Ճիշտ ներողություն, եկեք այսպես գրեմ։ Եղել է պատասխանը եկել է դրական, եղել է հիվանդ, այս երկուսը։ Պլյուս գումարած պատասխանը եկել է դրական ու ինքը չի եղել հիվանդ։ Այս շղթումը կարող եկեք գրենք բանով, այսպես կոմպլիմենտով գրենք, կամ նաև շղթումը մեկ-մեկ sense կտեսնեք, որ գրեն։ Վերևը գիծ չեն անում։ Այսպես։ Հա, էլի։ Էս էլ է, հա, ճիշտ է, էս էլ է լրացման ձև։ Ես այսա եմ միշտ սիրում, որովհետև լրացում կոմպլիմենտ միանգամից տառով հասկացվում է ինչա, բայց հա, էս էլ է տարբերակ։ Այդտեն ճաշակի հարց է։ Բայց լավ նշում էր։ Մերսի։ Ոստեղ այս դեպքերը որ ունենք, արդեն կարանք պայմանական հավանականությամբ գրենք, չէ՞։ Օրինակ այսա գալիս է մեր մոտ P պլյուս, ներողություն, պլյուս եթե հիվանդ է, անգամ հավանականություն, որ հիվանդ է։ Այս երկու արժեքն էլ ունենք բարեբախտաբար։ Այս մեկն էլ մեր մոտ ստացվում է P պլյուս եթե հիվանդ չի, անգամ P, որ հիվանդ չի։ Այս ձախինը կարամ ես ասեմ, վերևը գրած է։ pH-ը մեր մոտ 0.1-ն է, սա 0.99-ն է։ Սա հաշվելը հեշտ է։ Մյուսը, ժողովուրդ, իր միջելոց նոր հասկացա, որ սխալ ենք արել։ 0.1% նշանակում է 1000, այսինքն հավանականությամբ գրելուց մի հատը պետք է 100-ի բաժանենք։
Այսինքն այստեղ 2-0 մոռացել ենք իրականում 0-0 ենք։ Թե չէ նենց ստացվում էր 10% հավանականությամբ։ Աչի նկասեք։ Այսինքն հիվանդա ու եկել է դրական, դա 5%-ը չէր։ Չէ, 5%-ը առողջ է ու սխալմամբ եկել է բան։ Այսինքն իրականում ավելի անհանգստացնող վիճակ է, էլի, եթե մենք հիվանդ ենք, 99% հավանականությամբ դրական է գալիս։ Եթե հիվանդ չենք, 5% հավանականությամբ։ Հա։ Հիմա պետք է հաշվենք, երբ որ մենք հիվանդ չենք ու եկել է ինքը դրական, չէ՞, այս չենք հաշվում։ Իրականում հենց խնդրի պահանջներով է, չէ՞, հələ դեռ ամեն ինչը։ Եկեք մի հատ այս օրինակ այս հեշտից սկսենք։ Ինչքան է հավանականությունը, որ մարդը հիվանդ չի։ Մեկից հանած այդ 0.001 էդ չի։ Իսկ ի սկզբանե 0. Հա, կարծես 999 էր արդյոք ի սկզբանե հավանականությունը, որ հիվանդ չի։ Իսկ առողջ մարդուն սխալմամբ հիվանդ դնելն էլ խնդիրը ասում է 5% հավանականություն, չէ՞։ Չէ, այս մասը մի հատ նորից էլ էս P+, երբ որ հաշցեն, դա հենց 5%-ներ, հա, ինքը գալի։ Այսինքն մարդը առողջ է ու իրան ասում ենք, սխալվում ենք, ասում ենք դու հիվանդ ես։ Հա, 5% դեպքերում տենց սարքը սխալվում է։ հա, լավ է։ Սրանից հետո արդեն իրականում սաղ արժեքները մեր ունենք, չէ՞։ Այստեղ մնում է ուղղակի բռնենք, տեղադրենք, հաշվենք, այդ հաշվելը նախապես արել էի ու ինքը տալիս է մեզ մոտավորապես 2%։ Այսինքն այդ հիվանդ մարդկանց 99%-ով հիվանդասող սարքը իրականում 2% ռիսկը, որ իրոք հիվանդ ենք։ Հենց որ շատ անհանգստանալ պետք չի։ Օրինակ, երբ որ թեստը նորից կրկնենք, արդեն ուղղակի այս 0.001-ի փոխարեն դնելու ենք 0.02, այսինքն այս է արդեն լինելու մեր հիվանդանալու հավանականությունը։ Այս Բայեսյան ամեն ինչին իրականում նաև անվանում են հավատքների թարմացման գործիք։ Այսինքն մենք այս պահի դրությամբ մտածում ենք, որ մենք գիտենք, ունենք ինֆորմացիա, որ հիվանդ լինելու հավանականությունը 0.001 է։ Հիմա, երբ որ մեզ գալիս է նոր տվյալ, նոր բան ենք սովորում ենք, որ մեզ թեստը եկել է դրական։ Մեր հավատքը, որ մենք հիվանդ ենք, ո՞նց է փոխվում։ Այսինքն մենք ոչ թե ուղղակի զուտ ասում ենք թեստը դրական է եկել, ինչքան հավանականություն որ հիվանդ ենք, պատասխան 99%։ Այլ չէ, մենք ունենք սկզբնական, մենք ունենք ինչ-որ prior, անգլերենով ասած։ Հիմա սա ոնց պետքա թարմացվի ըստ նոր գիտելիքի։ Այդա հենց սա Բայեսյանի գործը ու գեղեցկությունն է, որ ինքը անում է։ Հա, չէ, նոր ուղղակի հիշեցի, այդ COVID-ի ժամանակ երկրորդ թեստ տալու հենց իմաստը այն էր, որ երկրորդ անգամ արդեն որ հիվանդին հիվանդ կասի, ավելի մեծ հավանականությամբ չի լինում։ Որտեվ ի սկզբանե ուղղակի COVID-ով հիվանդ լինելու հավանականությունը լավ ցածր է։ Ու այդ ցածր հավանականությունը թարմացնելով մենք գայսենք էլի ինչ-որ ցածր արժեքի։ Նորից աշխատացնելուց այս է դառնում մեր այս պահին ունեցած գիտելիքը։ Մենք այս սրա հավատքն ենք բարձրացնում։ Դու եթե մի հատ է թեստ անենք, այս սրա ստացած արդյունքը պետքա տեղադրենք որպես pH։ Տենց գնանք։ Այդ շատ լավ օրինակ էր։ Հա, ու ես հիշում եմ, որ այն ժամանակ ասեց, որ երկրորդ թեստ տալիս էին, հետո իմացա, թե ինչի համար են էլ այդ ամեն ինչի տալիս։ Որ զուտ այդ բանը ավելի ճշգրիտ ստացվի, էլի։ Այսինքն եթե ասենք այս հիվանդությունը, որ մեկը 1000-ի է, ու իրականում լիքը հիվանդություն կա, որ տենց շատ քիչ տարածված է, այդ դրանով եթե մեր առաջի պատասխանը դրական գա, հեչ անհանգստանալու բան չունենք։ Այժմ ոնց որ խորհուրդ կտամ մեկը անհանգստանալ գնալ երկրորդ թեստն անել բանան, բայց ամեն դեպքում ըստ այդ բայի ունեցած ինֆորմացիայի։ Հա, եկեք այս քանի որ իրոք լավ կարևոր թեմա է, ու օրինակ ես անձամբ սկզբում եմ սովորելուց այս մոտեցումով այդքան գլխումս չէր տեղավորվել։ Մի հատ ուրիշ ձև առաջարկեմ ես սրան մոտենալու, էլի։ Եկեք պատկերացնենք, որ բան։ Ուղղակի դիտարկում ենք
100,000 հոգուց բաղկացած բազմություն։ Ըստ մի հատ մեր եկա բազմություն։ Եկեք գրանցենք տարբեր արժեքներ։ Օրինակ, քանի հոգի է հիվանդ լինելու։ 100,000 հոգուց եթե վերցնենք։ Այն 0.1%-ն ենք դիտարկում, այսօր այս խնդիրն ենք նայում։ 100-ը չի։ 1000-ը։ Հիվանդ լինելու է 100 հոգի մարդ։ Ըստ մեր սկզբնական մտածածի։ Այսինքն առողջ լինելու է 99,900 մարդ։ Հիմա պատկերացնենք այս բոլոր մարդիկ ով կա չկա գնում են այս ուղղանկյուն իզոտ գծացի իրականում կամ լավ չէ։ Այս մեր հիվանդների կտորն է։ Հիմա բոլոր մարդիկ գնում են թեստը հանձնում են։ Հիմա հիվանդների վրա ինքը 99% ճշտությամբ ասում էր, որ հիվանդ են լինելու։ Այսինքն այս 100 հոգուց քանիսը հիվանդ կլինի, քանիսին ցույց կտա հիվանդ թեստը։ 99։ 99-ին ցույց կտա հիվանդ։ Այս մեր բազմությունն է մարդկանց, ովքեր որ հիվանդ են ու թեստը իրենց ցույց է տվել դրական։ Հիմա նաև այս 99,900 հոգին են գնում թեստը հանձնեն։ Ու սարքը 0.05% ճշտություն ունի։ Այսինքն ստեղից քանի հոգուն է դրական ցույց տալու, սա անգամ 0.05, չէ՞։ Այս տալիս է մոտավորապես 5000-ի կարգի թիվ։ Այսինքն այս մնացած 100,000 հոգու կտորից էլ լինելու է հեսա մեր մոտ 5000 հոգի մարդ, ում որ թեստը ցույց է տվել դրական։ Հիմա ստացվում է, որ քանի հոգու է թեստը դրական ցույց տվել։ 99 գումարած 5000, չէ՞։ Հիմա քանի հոգին է իրոք հիվանդ։ Ընդամենը 99, չէ՞։ Հիմա հավանականությունը, որ ոնց որ եթե պատկերացնենք այս բոլոր հիվանդ մարդկանց բազմությունն է, ու մենք այդ բազմությունից ինչ-որ մեկն ենք, ինչքան է հավանականություն, որ կլինենք այս կտորի մեջ, ոչ թե այս կտորի մեջ։ Ինքը լինելու է ընդամենը 99 բաժանած 99 գումարած 5000, չէ՞։ Ու սա հենց մոտավորապես 2%-ի կարգի է տալիս։ Հələ մի րոպե։ Ուզում եմ հարցնել, որ թեստի ոնց որ ճիշտ ասելը հիվանդ լինելու ու առողջ լինելու դեպքում տարբեր է, ոնց որ մեկում 99-ը, մյուսում 99-95։ Ոնց որ թեստը ընդհանրապես երկու տեսակի սխալանքներ կա, իրենց type 1, type 2 ենք ասում։ Մեկը այնա, որ ասենք ինչ որ հղիկին գա, իրան ասենք դու հղի ես, մեկը մի հատ ինչ որ տղամարդ գա, ասենք դու հղի ես։ Այսինքն մենք կարանք սխալմամբ ասենք սխալմամբ դասենք այս առաջի դասին, օրինակ հղիների դասին, կամ սխալմամբ չդասենք հղիների դասին։ Հիմա սարքը սխալմամբ 1% դեպքերում մարդկանց ասում է առողջ են։ Իսկ հիվանդին ասում է դու առողջ ես։ Այդ մի տեսակ խնդիրն է։ Մյուս տեսակ խնդիրն էլ առողջներին ասում է հիվանդ ես։ Դրա սխալանքն է 5% դեպքերում է լինում։ Տարանջատում ենք իրարից, էլի սխալվելու ձևերը կախված դեպքից։ Այս երկու տեսակ սխալների մասին լավ լիքը հանդիպելու ենք իրենց, հատկապես մեքենայական ուսուցման մեջ։ Այնտեղ հենց օրինակ մեր ալգորիթմով գուշակություն է անելու, մեզ կարևոր է լինելու թե ինչ տեսակի սխալ, ինչքան հաճախ է անում բանման։ Բայց հա, սարքը այդ ձևով ենք նախատեսել։ Դե մի րոպե էլի կներեք 1000-ները, այդ 99900-ից չէ, բայց պիտի հաշվենք այդ 005, այսինքն 5000 չի էլի, ընդ 4000 քանիսա, բայց ոնց ասած կալորացրածով եք գրել։ Այս կալորացածի նշանն է։ Եթե հստակ հաշվենք, ոնց որ թե 4995 է, էլի։ Ոնց որ 5 հոգու տարբերություն է։ Մոտավոր։ Հա, իրականում այստեղ գուցե շփոթացնողը լինի 5000 մտածենք թե 5%, բայց այս մի քիչ մի պստիկ ավելի փուճուր բազմության 5% է, էլի։ Ոստեղ այդ ամենակարևոր պահը հենց դա է, որ երբ որ ի սկզբանե
ինչ որ բանի հավանականությունը շատ ցածր է, որ տեղի ունենա, այսինքն շատ մեծ բազմություն կա մարդկանց մոտ, մարդկանց ու մոտ դա տեղի չի ունենում։ Ու այդ շատ մեծ բազմության վրա, թեկուզ 5%-ով եթե սխալվի մոդելը, ստացվում է մի հատ եկամեծ բազմություն մարդկանց, ում վրա որ սխալմամբ ասել ենք իրանք հիվանդ են։ Ու իր այդ ընդհանուր հիվանդների բազմության մեջ իրոք հիվանդները դառնում են միած պստիկ փուճուր մաս ուղղակի։ Okay, ժողովուրդ։ ML-ի որ կտորներում է իրարվում։ ML-ում ընդհանրապես կառավարվող ուսուցումը, որտեղ որ ասենք թիրախուն ենք, պետք է ինչ-որ բան գուշակենք, գուշակությունը կամ արվում է ինչ-որ կոնկրետ թիվ, ասենք տանգին Supervised չլսեցի։ Supervised learning-ի հետ եք։ Հա, կարա լինի ինչ-որ 153.2 օրինակ բանման, այսինքն անընդհատ թիվ կարա լինի։ Կա նաև դեպք, որտեղ ուղղակի դասերի մեջ ենք ընտրում։ Օրինակ բինար կլասիֆիկացիան ասում ենք ինչ-որ բան տեղի ունի կամ չունի։ 0-1-ի մեջ ենք գուշակություն անում։ Մենք տունը կվաճառվի, թե չի վաճառվի, օրինակ նույն բանը։ Հիմա այդտեղ երբ որ մենք ունենք համակարգ, որտեղ որ կա ինչ-որ իրական արժեքներ 1 կամ 0, ու կա գուշակություններ, էլի 1 կամ 0։ Այստեղ արդեն գալիս ենք այդ երկու տեսակ սխալներին, որ 1 ա եղել ասել ենք 0, 0 ա եղել ասել ենք 1։ Մի հատ սովորական զառ ունենք, այստեղ նորմալ 1-ից 6 բոլոր տարբերակներով կա։ Մի հատ էլ զառ մեզ տվել են, ասել են ոնց կուզեք սարքեք։ Այսինքն մենք կարող ենք որոշենք, այստեղ ասենք գրենք 3, այստեղ գրենք 0, այստեղ մի հատ է գրենք 0, այստեղ գրենք 4 ու եւ այլն։ Մեր ձեռնա ոնց կսարքենք իրեն։ Ուղղակի պահանջը են, հա։ Ասում ես երկու զառերը միասին որ գցենք, իրանց զառ 1, զառ 2, իրանց գումարի հնարավոր արժեքները լինի 1-ից 12 թվերը, ընդ որում ամեն մեկը հավասար հավանականությամբ։ Օրինակ սովորական երկու զառ որ գցում ենք, կարանք ասենք, որ էլի հնարավոր արժեքները բան են, հավասար հավանական են։ Չէ։ Օրինակ ո՞րն է ամենաանհավանական բանը, որ կընկնի։ 12-ը այդ մենակ մի ձև կարա ընկնի։ Էլի բան կա, որ 36-ը։ Հա, 11-ը այդ էլ երկու ձև։ Ու սենց ոնց որ բան է էլի Գաուսի պես է, եթե չեմ սխալվում։ Այդ Գաուս չէ, երևի բան, Բեռնուլիի մասին եք ասում, չէ, նա մի խոսքով չշավամ, բայց այստեղ ուշադիր լինենք, որ իրականում 11-ը շատ ավելի հավանական է, 12-ը ստացվում է մենակ 6-6 կոմբինացիայից։ 11-ի համար կա 5-6-ը ու 6-5-ը։ Երկու դեպք ավել ունենք։ Կրկնակի ավել դեպք ունենք։ 12-ի նման անբախտ մեկ էլ 2-ն է, որտեղ իրանց ստանանք 1-1-ից։ հա, մեր պահանջի մեջ մեկն էլ կար, դա էլ вообще 0 է։ Դե մեր ձեռնա հաջորդ զառը սարքելը։ Ես որ ասում եմ Գաուս, նկատի ունեի ոնց որ ծայրերում ամենաքիչ հավանականն է, հա, 2-ն ու 12-ը, այն մեջտեղներն է, էլի ամենահավանականը։ Հա, պատկերացրեցի, որ դա նկատի ունեք։ Այո, ստեղ ոնց կարանք կանենք։ Նախ ոնց որ պետքա 6 հատ թիվ հասկանանք, էլի ինչեր ենք դնում զառի վրա։ Սիստեմատիկ ոնց է կարելի մոտենալ, ինչ առաջարկներ կա։ Մի հատ էլ արժեքները ցույց կտակ, ինչ արժեքներ պետք է ստանա։ 1-ից 12 բոլոր արժեքները հնարավոր պետք է ստանա ու ամեն մեկը հավասար հավանականությամբ։ Խնդիրը կբարձրանանք, մի հատ ես խնդիրը կարդամ։ Հա։ Երկու զառ, մի հատը սովորական, մի հատի վրա թվերը մենք կարանք որոշենք։ Անենց ենք որոշելու, որ այս արժեքները որ ստանանք, բոլորի հավանականությունը նույնն է լինի, հա, ճիշտ է՞մ ասում։ Պետք է նենց կազմենք զառը, որ դա այդ արդյունքը ստացվի, էլի։ Դե ես էլ եմ մտածում, եթե 12-ն նույնը պետք է եղնի, ուրեմն հավասարահնարավոր պետք է եղնի, էլի, բոլորի ստանալը։ Այսինքն բոլորի գումարը պետք է բոլորի հավանականությունները պետք է հավասար եղնի, դրանց գումարը պետք է 1 տա, չէ՞։ Շատ ճիշտ է։ Իրապես ամենացած դատողությունն էլ անեմ։ Լավ բաներ եք ասում։ Ինտուիցիան sense բան ասեց 3 հատ 0, 3 հատ 6։
Իսկ ոնց տենց պատասխան եկաք։ Ну, որովհետև 0-ն հաստատ պիտի լինի, եթե 0-ից բացի մի հատ ուրիշ թիվ է ալնում 1-ի 6-ի արանքը ինքը այդ եղածի ընկնելու հավանականությունը բարձրացնում է, բայց քանի որ այնտեղ տենց ինչ-որ 7-ից 12 էլ պիտի լինի, շնորհակալ տենց մի հատ էլ ինչ-որ մեծ թիվ պիտի լինի, այդ էլ 6-ն է։ Բայց օրինակ կողա 3 հատ 0 ու 4-5 6-ը աշխատեր, ինչի բոլորը կամ 0 կամ 6 էլի։ Բայց եկեք քայլ առ քայլ գնանք։ Օրինակ ասացիք 0 պետքա հաստատ լինի։ Ինչի։ Դե 1-ը ոնց ստանանք։ Ճիշտ է։ 1 ստանալա պետք, այսինքն մեզ հաստատ պետքա 0։ Ահա։ Այս պահը գիտենք։ Է շատ լավ է։ Բայց եթե լինի 0-ի հետ ասենք 1, այդ դեպքում 1 ստանալու հավանականությունը ավելի փոքր կլինի, քան 2 ստանալու հավանականությունը, որովհետև համ 1-1-ը կլինի, համ 1-0-ն։ Համ 1-1-ը, համ 1-0։ Կարող է համ 1-1-ը, համ 2-0-ն նկատի ունեք։ Հա, կներեք, հա։ Ճիշտ է։ Այս էլ է շատ ճիշտ մնում։ Այսինքն եթե դե իրականում նաև կարանք հետո ուրիշ թվեր սարքելուց փորձենք դզենք, որ մեկը էլի դզվի, բայց այդ լոգիկան ճիշտ է, օրինակ եթե հաջորդը դնենք 0-ի փոխարեն 1, այնտեղ հետագայի համար խնդրեմ բերելու, որը պետքա լուծենք։ Ու նաև իրականում որպես սպոյլեր պատասխանել եք ճիշտ ասում, 3-0 3-6-ա։ Զուտ չեմ ուզում տենց արագ միանգամից պատասխանին գանք։ Ագի ջան, sense բան մտածեցի, այ։ Դե որ բոլորի, նու MU զառը, որը պետքա վերցնենք, էլի 6-ն ինչ պետքա ունենա, չէ՞։ Եթե sense եմ մտածում, եթե այդ երկու զառի վրա, այդ երկու զառնի այդ ունենա 12 հատ նիշ, չէ՞։ Դե գումարը 12 տարբերակ է։ Գումարը 12 տարբերակ է տալիս, հա։ Հիմա օրինակ 1 ընկնելու, այսինքն որ այդ գցենք ու 1 ընկնի, դրա հավանականությունը պետք է եղնի 1/12, ու տենց սաղինը պետք է եղնի 1/12, չէ՞, 1-ը 2-ը 3-ը։ Ճիշտ է։ Որ գցում ենք այդ բաները, արժեքները գումարում ենք իրար, չէ՞, օրինակ դեմ առաջի զարի վրա անգավ 1 օրինակ, երկրորդ զարի վրա անգավ օրինակ, չգիտեմ, 0 գումարում ենք իրար, ասում ենք էսի 1 է, չէ՞։ Հա, լավ եմ քիչ մտածում, լավ խնդիր է։ Լավ ուղղության վրա եք։ Իրականում օրինակ եթե կոմբինացիա այս 1/12-ը լավ գրելու ձև է, բայց այս 1/12-ը կարանք նույն բանը գրենք մի քիչ ուրիշ ձևով, որ ավելի շատ բան մեզ կպատմի։ Օրինակ եթե մի հատ զար գցում ենք 6 անգամ, մյուսն էլ 6 տարբերակ կա, ընդհանուր քանի կոմբինացիա է ստացվում, քանի թվազույգ կունենա։ 36 հատ չի լինում։ 36 հատ։ Այս 36 հատից քանի զույգն է, որոնց գումարը 1 է, կամ 2, կամ 3, կամ 4, սաղ նույնն է, չէ՞։ Իհարկե։ 3-ը էլի։ 3-ն է։ Բայց եկեք նաև փորձենք բանել, էլի։ Արդյոք չհասկացայի, Հայկ չեմ մի հատ էլ կասես։ Ահա։ Հա, ընդհանուր ունենք 36 կոմբինացիա, չէ՞։ Ու այս ամեն կոմբինացիան ինչ որ գումար է ծնում, կամ 1, կամ 2, կամ 3, մինչև 12։ Հիմա օրինակ գումարը 1 ծնելու հավանականությունը ասցինք 1/12-ը, չէ՞։ Ինչպես նաև ցանկացած ուրիշ բանին է։ Այսինքն քանի հատ այս 36-ից քանի կոմբինացիան է, որոնց գումարը 1 է։ Չկա 1-0 պետք է եղնի, եթե 1 լինի։ Դե ոնց որ ոչ թե եթե 1 լինի, այլ նկատի ունեմ ոնց որ 36 հատ դեպք ունենք, եկեք ստե գրեմ 1 ABCD-ով եթե գրեմ, օրինակ 1A, 1B, 1C եւ այլն, 1D, F մինչև ABCD-E-F, հա։ Հետո 2A, 2B եւ այլն։ Հիմա ընդհանուր 36 հատ է։ Ու ուզում ենք նենց սարքենք, որ օրինակ 4 ընկնելու հավանականությունը լինի 1/12։ Այսինքն եթե մեր մոտ հայտարարը 36-ն է, հիմա համարիչի ինչ որ x պետքա լինի, ու սա պետքա մեր մոտ տա 1/12, չէ՞։ Այսինքն x-ը ինչ է ստացվում։ 3, չէ՞։ Այսինքն 3 հատ դեպք պետքա լինի։ Այսինքն 36 հատ հնարավոր զույգը որ կա,
Իրանցից 3 հատը գումարը տալու է 1, 3 հատի գումարը 2, 3 հատի գումարը 3 եւ այլն։ Տենց մինչև 12։ Okay, էր սա։ Հա, Հա։ Իսկ ժողովուրդ մնացածին մինչև ստեղ սաղ նորմալ է։ Okay, լավ։ Նաև նորմալ է Սարիբեկի ասած միտքը, որ 0 անպայման պետք է լինի։ Դե եթե ուզում են գումարը 1 լինի, ուրեմն 1-ի հետ միակ բանը, որ կարա գնա 0-ն է։ դե հա, տրամաբանը կնա։ Ու 6 էլ հաստատ պիտի լինի, որովհետև եթե չնայած չէ, ուզում եմ ասել 12, բայց տեսականորեն կարող 7 լիներ։ Հա, կարար 7 ու 5 օրինակ լիներ, ճիշտ է։ Բայց այդ դեպքում էլ չէ, որովհետև այդ դեպքում էլ չնայած մի րոպե Կարանք իրականում ոնց որ հասկացել ենք, որ 6-ից մի հատիկը 0 է, եկեք մի հատ սրանից գանք հասկանանք, որ 6-ից 3 հատն է իրականում 0։ Մենք հիմա ստեղ ասացինք, որ պետքա 3 հատ դեպք լինի, 3 հատ զույգ լինի, որոնց գումարը որ բան է տալիս, չէ՞։ Այսինքն այս մեր բոլոր զույգերը որ կա, 1a, 1c, 1b, 1d եւ այլն, 2a, 2b եւ այլն։ Ստեղ 3 հատը պետքա լինի, գոնե որ գումարը 1 է տալիս, չէ՞։ Դե ոնց որ 2-ին -1 չեն կարող գումարենք, չնայած կարող ենք բացենք խնդիրը, եթե բացասական թվերը կա, բայց ամեն դեպքում եթե առանց բացասականների ենք, ստացվում է 1-ի հետ պետքա 3 անգամ 0 ունենանք, չէ՞։ Այս խնդիրը բացասականներով շատ բարդ բան չի դառնալու։ Չեմ փորձել ճիշտ ասած բացասականներով լուծել, բայց ինձ թվում է ուղղակի ինչ որ ինչ որ ձևով գալու ենք բացառելու պնդումի, որ sense չի կարա լինի։ Երևի տենց մի բան։ Դա աճիշտ բացասականով Չնայած բացասական չի էլ կարա լինի, որովհետև այդ նշված թվերը 1-ից 12-ն են, այսինքն եթե պայմանական ինչ որ մինուս թիվներ, ուրեմն ընդ կամ 0-ն կամ էլ հենց բացասական թվեր էլ պիտի լինեին, էլի, հենց դեմից այդ արդեն դուրս եկավ։ Շատ երազանց, այդ կակրաս հենց այդ բացառը բան, այդ բացառության բերող բաններ։ Ճիշտ է։ Ամենափոքր հնարավոր թիվը, որ կարող լինի 0-ն է։ Հայկ ջամը մի բան հարցնեմ, էլի դեպքը, այսինքն եթե ընկնի 2-0 ու 0-2, նույն դեպքն ենք, չէ՞ համարելու։ Չէ, ինչի՞, այս 36-ի մեջ իրանք առանձին Հա, այսինքն դրանից չէ, ոնց որ 2-0, չէ, ներողություն, այստեղ 2-0 ու 0-2-ը իրարից տարբերվող է, որովհետև զառերը արդեն տարբեր են։ Հա, բայց այսինքն այստեղ եթե մի զառի վրա սովորական զառը նրա վրա 0 չկա հաստատ, այսինքն մյուսի վրա պետք է եղնի 0, այսինքն դա մի դեպք ենք դիտարկելու, էլի։ Հա, բայց ոնց որ կարա բան լինի, էլի, այստեղ օրինակ էս 1-0 1-0 1-0 3 հատ կա, որովհետև այս մյուս զառի վրա ոնց որ 3 տեղում է 0 գրած լինելու, էլի մեր մոտ։ Okay։ Ու ոնց որ այս 3 հատ 0-ն որ իմացանք, 2 ստանալու համար էլ պետքա միշտ լինի 2-0 2-0 եւ այլն, չէ՞, 1-1 չունենք, որովհետեւ 1 չենք դրել դեռ։ Բայց օրինակ 7 ստանալու համար մեզ արդեն ինչ է պետք գալու։ 6-1 կամ 5-2։ Ուղղակի նաև եթե գիտենք, որ ուզում ենք 12 ստանանք, մեզ 6-ի հետ պետքա գալու գոնե մի հատ 6, չէ՞։ Հա։ Հիմա եթե մի հատ 6 վերցրեցինք, սրանով ստացանք 12-ը։ Բայց մեզ 12 պետքա 3 հատ ստանալ, չէ՞։ Որ այդ 36-ից 3 դեպքը լինի, որ 12 է տալիս։ Չէ, բայց քիչ էր կարա 7-5 լիներ։ 5-7 էլի։ Հա, տեղին է, շատ ճիշտ նշում է։ Հա, Էդ որովհետև ճիշտ է, կարար, հանգիստ կարար։ երկրորդ թիվը պետքա
6-ը լինի, որովհետև այնտեղ ինչ որ մեծ օրինակ եթե վերցնենք 7, հա, 7-ը 3-ի հետ, 10 չէ, մի րոպե, չէ, 7-ը 13-ի հետ կտար 6 հետ կտար 13։ Հետևաբար 7 չի կարա լինի, պիտի 6 լինի։ Հա, 7-ը 6-ի հետ որ վերցնենք, մեծ կտար։ Ճիշտ է։ Հա։ Այսինքն մենք ըստ էության միանգամից սահմանափակում ունենք, չէ՞։ Նույն հա, մերսի, շատ ճիշտ նշեցիք։ Մենք ըստ էության սահմանափակում ունենք, չէ՞։ Եթե 1 պետքա գոյություն ունենա, ուրեմն 0-ից փոքր թիվ չի կարելի։ Եթե 12-ից մեծ թիվ չկա, ուրեմն 6-ից մեծ թիվ էլ չի կարելի։ Այս պահը նորմալ է։ Այս պահը ինձ էլ ես էլ մի բան բաց թողեցի։ Իսկ այս կտրվածքով արդեն 12 ստանալու միակ տարբերակը այն է, որ 6 էլ վերցնենք հետը։ Ու 12 3 հատ ստանալու համար մեզ 3 հատ 6 հատ պետք գալու։ Այսինքն ստացվելու է մեր թվերն են 0 0 0 6 6 6։ Okay, մի քիչ խառը ստացվեց, բայց նորմալ էր։ Ես չհասկացա լրի։ Հա, 3-0-ի նորից նայենք էլի։ 0-ի պահը, ահա, եկեք նորից նայենք։ Եկեք բան, մի հատ քայլ առ քայլ ոնց որ գնանք բանով, սկզբունքներով հերթով գնանք։ Առաջի սկզբունքը 1-ից 12 թվերն է մեզ պետք, ընդհանուր կա 36 կոմբինացիա, ամեն մեկը հավասար հավանական է, ուրեմն ամեն մեկից 3 հատիկ է լինում։ Սա նորմալ է։ Հա։ Հիմա պետքա ստանալ ինչ որ ձև 3 հատ 1։ Ու ոնց որ էս 1 2 3 4 5 6-ին պետքա որոշենք ստեղ էս երկրորդ տեղերում ինչ են գրում։ Տարբերակ կա օրինակ 2-ի մոտ գրել -1, միաձառի վրա գրել -1, որ 2 գումարած 1 տա 1։ Սա ինչ խնդրի է բերում։ -1-ը նաև 1-ի հետ է, չեն գնալու բոլոր կոմբինացիաներն ենք նայում։ Ստացվելու է 1 գումարած -1 0։ 0-ն մեր թույլատրվող միջակայքից չի։ Հիմա եթե ուզում ենք նենց անենք, որ միշտ 1-ից մինչև 12 մենակ լինի արժեքները, 0-ից ավելի փոքր թիվ չենք կարա դնենք, որտեղ 0-ից ավելի փոքր թիվը 1-ին որ գումարենք, կստանանք 1-ից փոքր թիվ։ Սա օքեյ է։ Հա։ Ահա։ Այսինքն, եթե ուզում ենք երկու թիվ իրար գումարենք ու ստացվի 1 իրանց գումարը, մեր միակ տարբերակն է, որ 1-ի կողքը գրենք 0։ Okay է սա։ Ահա։ Բայց քանի որ 3 անգամ է մեզ պետք 1 ստանալ, ուստեղ ունենք այս 36 հատ կոմբինացիան։ Ստեղ 6 հատ 1 ու 6 հատ ուրիշ թիվ, 6 հատ 2, 6 հատ ուրիշ թիվ եւ այլն։ Այստեղ այս 3 հատ ուրիշը պետքա 0 լինի։ Այսինքն այս մյուս զառից 3 մասում պետքա 0 գրենք։ Սա օքեյ է։ Հա։ Ահա։ Մեզ մնաց մյուս 3 մասում հասկանալ ինչ ենք գրում։ Հիմա նույն սկզբունքը կիրառում ենք մյուս կողմից։ Ստեղ ամենապուճուրն ենք նայում, մտածում եմ ամենամեծը մտածենք։ Մեզ պետքա ստանալ հիմա 3 անգամ 3 հատ 12-ա պետք ստանալ։ 12 ստանալու տարբերակը օրինակ վերցնել 3-ը ու մյուս զառի վրա գրել 9, չէ՞։ Բայց sense որ անենք, մի հատ էլ եթե այս 9-ը նաև ընկնելու է 6-ի հետ միասին, չէ՞։ 6-ի հետ միասին գումարը 15 է տալու։ 15-ը մեր թույլատրվող արժեքներից չէր։ Ամենամեծ հնարավոր արժեքը 12-ն էր։ Այսինքն, եթե ուզում ենք 12 ստանանք ու այն մի ամենամեծ թիվը 6-ն էր, այստեղ արդեն մեր ամենամեծ հնարավոր թվի տարբերակը ու նաև իրականում միակա ստացվելու, այնա որ 6 լինի։ Սա էլ է օքեյ։ Հա։ Okay։ Ու 12-ն էլ որ 3 հատ պետք է լինի, ստացվում է այս մյուս նիստերի վրա էլ արդեն 6-եր ենք ունենում, էլի։ Հա, բարձր։ Հա, բարձր արդեն։ Հա, շատ բարի։ Հաջան, ինձ թվում է այստեղ ամենամեծ բանը խնդիրն էր այդ 3 հատ ստանալը որտեղից ստացան, ինձ թվում է հարցը տեղից էր գալիս, ինչի պետքա 3 հատ լինի։ Հա, գուցե այդ հավասար հավանականը։
Հա, այդ ինձ թվում է հարցը դրանում էր, եթե ինձ sense թվաց, որ հարցը ինչի է գալիս 3 հատ։ Հմ։ Okay, հա իրականում ես էլ որ հիշում եմ այս խնդրի վրա որ մտածում էի, լուծմանը սկսեցի գալ այն բայից, որ այդ բանը մտքովս անցավ, որ ամեն մեկից 3 հատ կա։ Երևի մեխը իրոք է դա խնդրի։ Ինձ թվում է համաձայն եմ, հա, այստեղ ամենակարևոր պահը դա էր։ Ես էլ մի քիչ երևի շփթփող այդ մասը արեցի։ Բայց հա, իդեան նա որ Այդ 36 դեպք ունենք, Մհմ։ հավասար 12 կտորի ենք բաժանում։ Ես մի բան հարցնեմ, էլի այդ Ահա։ 3-ի հետ կապված։ Քանի որ ինքը հավասար հավանականությամբ 1-ից 12 թիվ էր, այսինքն պետքա ամեն մեկն գնի 1/12 հավանականությամբ, ճիշտ է։ Ահա։ Իսկ քանի որ ամեն մեկի ընկնելու հավանականությունը x36 հա, դա պետքա հավասար լինի 1/12-ի, ու տեղից էլ ինքը x-ը 3 հա, տեղից է միտքը գալու հա հաշվում, լավ sense ասեմ, որ Հա, ոնց որտեղից ենք 3-ը ստանում։ ոնց որ մի քիչ ավելի հեշտ երևի նույնիսկ եթե ասենք 36 հատ կոմբինացիա ունենք, հավանականությունը որ կոմբինացիան կտա մեր ուզած բանը 1/12, հա, այսինքն 36 հատ 1/12, 36 անգամ 1/12, 3 հատ։ Всё։ Ահա, Դες մերսի։ Ու ընդհանուր բոլորին մերսի, ես ոնց որ լավ թիմային process էր։ Այդ դեպքում եկեք մի հատ էլ հետարքրոտ այն հավեսոտների շարքից բան խնդիր ասեմ, սա տնայինում ուշ եմ ավելացրել։ Ուղղակի ֆայլում ավելացրել եմ, էլի, սա երևի չեք մտածել։ Չնայած ոնց հասկացա տնային համարյա ընդհանրապես չեք արել կամ չեք խոստովանում, որ արել եք։ Դե մի մասը գիտեմ, որ նայել եմ, բայց ամեն դեպքում։ Բայց մի խոսքով սա էլ է հավես խնդիր ու մի քիչ ոչ ինտուիտիվ է։ Պատկերացնենք ունենք սենյակում 23 հոգի։ Ինչքան է հավանականությունը, որ երկու հոգու ծնունդը նույն օրն է, որ այդտեղ կա երկու հոգի, ում ծնունդը նույն օրն է։ Ենթադրենք, ոնց որ 365 օր ունի, նահանջ տարի չի։ Ես իրական շատ հայտնի խնդիր է, տենց Instagram reel-երով կամ բաներով Instagram-ով չգիտեմ, բայց հա, համաձայն եմ, որ հայտնի է, եթե պատասխանը գիտեք, կխնդրեմ չասեք, բայց ում խնդիրը ծանոթ չի, ինչ վարկած ունեք։ Հարց ասում է գոնե երկուսի, չէ՞։ Հա, որ կա երկու հոգի, որ նույն օրն է ծնունդը իրենց։ Հա։ էս պիտի հաշվենք, թե հակառակ կողմից էլի մոտենանք ինչքան է հավանականությունը, որ ոչ մեկի ծնունդը նույն օրը չի լինի, որ առաջին աշակերտի ծննդյան հավանականությունը 365-365-ի է, երկրորդինը 364-365-ի, ու տենց 23 հատ պիտի գնանք բազմապատկենք իրար։ Okay, հա, իրականում հա, բայց այստեղ լավ կարևորը ոնց որ այստեղ մի հոգի ֆիքսել ենք, վերցրել ենք իրան ուղակի։ Այդ իր ծնունդի հետ բռնում է 365-365-րդ հոգի։ Այդ վերցրեցինք։ Եթե մի հոգի կա ուղակի, էլի, հիմա երկրորդ հոգին, որ ավելացնենք իրենց խմբին, իր ծնունդը պետքա չբռնի առաջի մարդու ծննդյան օրվա հետ։ Այսինքն 365-ից մի հատը զբաղված է, տակը մնաց 364 տարբերակ։ Իսկ եթե երրորդ մարդը ավելանա, ինչով ենք ստեղ բազմապատկելու։ Ում խնդիրը ծանոթ չի, կխնդրեմ ինքը փորձի ասի։ Կամ գուցե մի քիչ թերագնահատել եմ, թե ինչքան ծանոթ է խնդիրը, բոլորդ գիտեք։ Դա էլ է հնարավոր տարբերակ։ Այո, ինչ որ մեկ կասի, հաջորդ բազմապատկիչը ինչ է լինելու, արտադրիչը։ 363, 365-րդ։ Հայտարարը նույնն է մնում մեր մոտ։
Այստեղ այն գնդակների բանի նման չենք քչացնում, որովհետև տարվա մեջ օրերի հավանական քանակը մեկը նույնն է մնում։ Տարվա հնարավոր օր դուրս չենք հանում։ Իսկ այս դեպքը չի որ նայում ենք այն մարդիկ, նայում ենք բոլորի ծնունդները տարբեր օրերի լինեն, ու ոնց որ մեկից հանում ենք դա, ընդ կմնա որ երկու օքունը կլինի ոնց որ դրան ենք էլի գալիս կամանց։ Հա, այս հենց կակրաս հենց այդ ենք նայում էլի։ Ճիշտ ասած ինձ ծանոթ չէր, բայց դա ամեն դեպքում ձեր լուծումն է դրա հետաքրքիր։ Իրականում այս հա, մերսիներ, բայց իրականում այս լուծումը հələ հեչ։ Սրա հավեսը այնա, որ իրականում այս արտադրյալը որ նայում ենք, ինքը շատ հավեսով արագ է նվազում։ Օրինակ, եթե 23 հոգի ենք վերցնում, արդեն հավանականությունը որ երկու հոգու ծնունդը ընկնելու է նույն օրը դառնում է մոտավորապես 50%։ Այս օրինակ բաներ, որ կարող է տարբեր տեղերի տեսած լինենք, ասենք կուրսում կամ դասարանում մարդկանց ծնունդը բռնել է, բայց առաջի ինտուիտիվ բանն է, որ դա 23 հոգի 365 օր լավ ցածր հավանական է, էլի գոնե մի 200 հոգի վերցնենք, որ երկու հոգու ծնունդը բռնի իրար հետ։ Բայց չէ։ Այստեղ հարցը նա, որ մենք ունենք զույգերի քանակ։ Այսինքն օրինակ եթե 23 հոգի վերցնում ենք, 23 հոգին արդեն մեզ արտադրում է 23 անգամ 22.5, այս տալիս է 23 11 253 զույգ է մեզ սա տալիս արդեն։ Իսկ սա արդեն լավ հավեսով մեծ թիվ է, էլի, եթե 365 օրից ենք նայում։ Այսինքն սա այս զույգերի քանակը իրականում քառակուսային է աճում, էլի։ Նորմալ է, ամստավեց ամեն ինչ։ Ոչ, չէ, ես մի հատ հարց ունեմ, էլի, այս վերևի գրվածը ինչ է նշանակում, այդ 364 ինչ ենք ուզում գտնենք ու ինչ ենք հիմա անում։ Ես ուրեք չհասկացա։ Ուզում ենք գտնենք հավանականությունը, որ երկու հոգու ծնունդը բռնում է, նույն օրն է։ Մոտենում ենք իրան հակառակ ուղղությամբ, որ ծնունդները ոչ մեկի ծնունդը նույն օրը չլինի, մեկից հանած այլ, որտեվ կարող է հասկացա։ Հա, այս մեկը ընտրել եք, հետո մնացածն եք բաժանում այդ օրերին, հետո այն մնացածն եք բաժանում այդ օրերին, սա ստանում եք ոնց որ այդ լրացումը, հա, այդ բազմության ու հետո մեկից հանում եք դա։ Ոնց որ հերթով խումբը մեծացնում եմ, էլի, եթե մենակ մի հոգի է, դե երկու հոգու ծնունդը նույն օրը չի կարելի, 1 հանած 1 0 հավանականություն։ Եթե երկրորդ մարդը գա, ստացվելու է 1 անգամ իր ծնունդից բացի օրեր 364 բաժանած տարվա օրեր։ Ու տենց։ Հա, լավ։ Դες մերսի հարցի համար։ Հայկ ջան, ինձ այս տակը հետաքրքրեց, որ 23 անգամ 22 արեցիք, բաժանեցիք 2-ի։ Սա բան արեցինք, ուղղակի զուգորդություն արեցինք 23-ից 2-ական։ Ոնց որ այս մի հոգին 23 հոգի, այս 23 հոգի ունենք ստեղ, ամեն մեկը 22 հոգու հետ միանում է, որպես զույգեր, ու քանի որ զույգում առաջի երկրորդ կապ չունի, կիսում ենք։ Հա, դերից էլ ասում ենք զույգերի քանակը օրինակ 253 հա, օրերի քանակը 365, 50%-ի 50%-ից մեկից հանածով ենք ստանում, չէ՞։ Մեկից հանած 364, 365-րդ ու տենց։ Այդ որ ասեցիք։ Հա, այդ 50%-ը մոտավորոտ էի ասում, բայց հա, այս մեկից հանածն է։ Հա, օքեյ։ Իսկ կապ ունի, ունեք տեսեք 253 ենք ստացել, ընդհանուր օրերի քանակը 365-ը։ Օրինակ այդպես չենք կարա գլխի ընկնենք, որ ինչքան կարա լինի մոտավոր։ Հա, սա ոնց որ այդ հիմնական ինտուիցիան է մեր հենց էլի իրականում թե ոնց ենք գալիս այդ դրան։ Իրականում ոնց որ հենց ուղիղ բանաձևով չի, իսկն չենք կարա բռնենք զույգերի քանակը, բաժանենք 365-ից ստանանք մեր տոկոսը։ Բայց գլխի ընկնելու տեսենք ինձ այն բանա, որ եթե ունենք 253 հատ տարբեր զույգ, ու այս սաղ զույգերում պետք է արժեքները տարբեր լինեն իրարից։ Այդ կտրվածքով է էլի միացումը իրանց։ Հա, բարձր։ Միևնույն է, այստեղ մեզ 253 զույգ ինչերներից էր էլի պետք է, ինչ էր ցույց տվում տալի, ես այդքան էլ լավ չջոգա։ Ինտուիցիայի համար էր այն իմաստով, որ եթե մտածում ենք 23 հոգին այդ քիչ մարդ է, այսինքն դա ընդամենը 23 հոգու ծնունդը պետքա չբռնի, այդ
սխալ միտք է, որովհետև եթե 23 հոգի ունենք, ուրեմն 253 զույգ ունենք, այսինքն 253 հատ կոմբինացիա կա ամսաթվերի։ Այդ բոլոր 253-ը միաժամանակ պետքա չբռնեն իրար հետ։ Հա։ Որտեվ 253-ը 365-ի այդքան էլ էլի 1/2 չէր տալի։ Հա, չէ, դրա համար չենք բաժանում։ Հա, իմ մոտ էլ էր այդ հարցերի մնացել, Հայկ ջան։ Հա, այդ է ասում, որ sense լրիվ ուղիղ իրար չի կապը, այստեղ ուղղակի այս 253-ը այդ բանի ինտուիցիայի համար էր, էլի, որ ասենք եթե 3 հոգի ունենք ընդամենը, այդ տալիս է մեզ 3 անգամ 2.5 3 զույգ, 23-ը արդեն զույգերի քանակը թռնում է 253։ Այն ինտուիցիայի համար թե խի ընդամենը sense բուջուր թվով արդեն sense փոքր հավանականություն ենք ստանում, էլի։ Բանա որ այս թիվը կարող է բուջուր է, բայց իր քառակուսին լավ արագ է աճում։ Այդ էր միտքը, էլի, բայց հա մի քիչ ֆոտոսնով ներկայացրեցի։ Նորմալ է ամեն ինչ։ Ես մի հատ էլ հարց տամ, էլի Հայկ ջան, այս երբ որ հաշվեցիր, մեկից էլ հանեցիր, ստացվեց, որ երկուսի նույն օրենքնելու հավանականությունն է, չէ՞։ Գոնե երկուսի։ Այստեղ որ ոչ մեկ է, հակառակը ստացվում է գոնե երկուս։ Գոնե երկուսի։ Իսկ 23 որտեղ օգտագործվեց։ 23-ը ուղղակի ոնց որ արդեն իմացած թիվ է, որ 23-ի դեպքում այս արտադրյալը, այսինքն եթե sense շարունակեմ մինչև 330 քանիս, Մինչև 23 հատ արտադրիչ ստանաս, մինչև այդ է, այդքանով օգտագործվում։ 23-ը շեմն է, երբ արդեն ավելի հավանական է որ կա, քանս չկա։ Հա, հասկացա, ուղղակի որ գիծը քաշած է, ասված 23-ի է բաժանած, դա որ ուզում եմ հասկանալ ինչի համար է բաժանել։ Հա, չէ, այս բան։ Հա, այս ուղղակի ուշադրություն հրավիրելու գիծներ էլի, բանի հետ կապ չունի։ Մի քիչ պետք է գրելուց վրա աշխատեմ իրականում։ Ես պատկերացնում եմ հետո եթե PDF-ը ինչ որ մեկը նայում է դրանից ինչ է հասկանում ընդհանրապես։ Նեցա շատ բարի։ Այս խնդրից էլի ինչ որ բան ժողովուրդ։ Okay, լավ։ Եկեք անցնենք բանի, մի հատիկ երկրաչափական հավանականությունից խնդիր ասեմ ու արդեն մնացածը ոնց որ խաբարանեմ հավես խնդիրների մասին վիճակով ավելի շուտ։ Այն որ ասել եք պարադոքսալ խնդիր այդ ծննդյան օրերներ։ Իրան ասում են ծննդյան պարադոքս, բայց այդքան էլ չէ։ Ոնց որ մի հատ ուրիշ խնդիր էի մտածել, որ կարելի է նայել բանը, ասած ցույց տամ։ Որ տենց ահա որ ոչ ինտուիտիվ է, այս երկու աղջիկ երեխեքի մեկի անունը Լիլիա, այս խնդիրն է, որ բավականին ոչ ինտուիտիվ է, էլի։ Բայց այդ հիմա չենք նայի, բայց տնայինի մեջ կա, էլի, եթե կուզեք նայել ու հարց լինի, խնդրեմ, շատ ուրախ կլինեմ հարց հետո կնարկենք։ Հայկ ջան, ես ինչքան հասկացա, մենք տնայինները ոնց որ նայենք մինչև գործական դաս անելը, չէ՞, ոչ թե միանգամից հարցեր տանք ձեզ։ Հա, ես ճիշտ ասած, որ sense լավ երկար ստոպ ենք տվել, հույս ունեի տենց լավ ջիգարով նայած եք լինելու այսօր նույնիսկ էլի։ Դրա համար ոնց որ էս մինչև նոր տարվա տնայինի մեջ լիքը խնդիր էինք դրել։ Բայց հա, միշտ ցանկալի է մինչև տնայինը նայել, էլի։ Այճիշտ ոնց որ դուք էլ կզգաք էլի ժամանակի հետ։ Ձեզ ագին վստահ եմ, դուք ինքներդ կզգաք, որ ձեզ ավելի օգտակար է լինում դասը, եթե տնայինը նայած եք լինում, էլի։ Այդ դրա համար որպես բարի խորհուրդ զուտ, էլի։ Okay, merci։ Ձեզ։ Բայց լավ, գանք մի հատ էս երկրաչափական հավանականությանը։ Սրան իրականում ով որ տենց դասընթացին շուտվայից համասնակցում, կհիշեք, որ ինչքան հիշում եմ, մի հատ թեթև առնչվել ենք, երբ որ պին էինք մոտարկում, տենց մի հատ ցիկլեր անելուց խնդիր էինք նայում, հետո նամփայով էլ արագացումն էինք իրան նայում։ Բայց եթե օրինակ այսպես մի հատ խնդիր պատկերացնենք, որ ունենք մի հատ քառակուսի, հա, եկեք նայած սկզբում թեթև խնդիր պատկերացնենք։ Ունենք այսպես մի հատ ուղղանկյուն կիսածա երկու մասի։ Հիմա եթե պատահական կետ վերցնեմ այստեղ, լրիվ աբախտի։ Ինչքան է հավանականությունը, որ այս առաջի ուղղանկյան մեջ կլինի։ Ես ոնց որ հավասար ձևով է կիսած։ 1/2։ Հա, 1/2։ Ինչ ենք անում, բռնում ենք այս մի հատի մակերեսը, բաժանում ենք երկրորդի մակերեսի վրա, չէ՞։ Ուհա։
Հիմա եթե նայենք մի հատ մի քիչ ավելի հետաքրքիր խնդիր, ունենք մի հատ քառակուսի ու իր մեջ ներգծված շրջանագիծ։ Եկեք ենթադրենք շարավիղը 1-ը։ Ինչքան է հավանականությունը, որ եթե պատահական կետ վերցնեմ, այդ կետը կգա կընկնի այս շրջանի մեջ։ P Չէ։ ոնց չէ։ Կարք փորձեք մի քիչ Կներեք, P երկրորդ։ փոխանան։ Ես մոռացել եմ այդ Դե, քառակուսու երկարությունը կողմի 2-ը։ Պի երկրորդ էլ չի, կխնդրեմ ուղղակի չվռազել, համ ոնց որ եթե միանգամից պատասխան չասեք, համ դուք կհասնեք երկար մտածեք, համ մնացած մարդիկ էլ հնարավորություն կունենան խոսալու, էլի։ Քիլո։ Հա, չաթում նամակ կա։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Բայց կարանք փորձենք մտածելն էլի, մոտեցման տեսանկյունից ոնց կարանք մոտենանք։ Այս կակրած երկրաչափական, որ թեման կոչվում է մակերեսներ բանմանով, ոնց կարանք հաշվենք։ Դե շրջանագծի մակերեսը կլինի P, չէ՞։ Քառակուսու կողմն էլ պետք է 2 եղնի։ Դե մակերեսը քառակուսու կլինի 4, այդ P-ն էլ բաժանենք 4-ի։ Շատ ճիշտ է։ Այսինքն էլի նայում ենք մեզ հետաքրքրող դեպքեր, բաժանած ամեն ինչ։ Սա ստացվում է P քառորդ։ When խնդիր, որ ասում էի P-ն կարանք մոտարկենք, մենք տենց դասի ժամանակին տենց պատահական 2 կոորդինատ ենք վերցնում, նայում ենք կլորի մեջ է թե չէ, ու տենց լիքը որ վերցնում էինք, ու այս հարաբերությունը 4-ի եթե բազում պատկեինք, կամաց P-ն էինք մոտարկում։ Սա հաղթեսի վերջի թեման է լինելու, թե ինչի է իրականում սա ձգտելու P4-ի, եթե բռնենք մի հատիկ պատահական կետեր վերցնելով գնանք, այդ բայց արդեն մեծ թվերի օրենք բանման դրան կառնչվենք։ Բայց հա։ Ու այս տնայինի խնդիրն էլ օրինակ այս բանը այս շրջանագծերը էլի նման կտրվածքով պետքա բռնենք դիտարկենք մակերեսներով հետաքրքրող բան, բոլոր բաներ եւ այլն, տենց հաշվելով գնում։ Համ դա, համ այս բան երկու ընկերոջ հանդիպելու խնդիրը։ Ներողություն։ Հա, այս կինոպարկում հանդիպել է, երբ որ սա սկզբում որ կարդաք, այս Անուշի ու Նայիրի հանդիպելու խնդիրը կարա լավ դժվար թվա, բայց հենց սկսեք երկրաչափորեն պատկերել, բավականին հեշտանում է։ Սա ով չի մտածել, ահագին խորհուրդ կտամ մտածեք, այստեղ Աֆրիկյանի վիդեոյի հղում է դրած դեպի։ Ինչպես նաև այս երկրաչափակայինից լավ հետաքրքիր խնդիր այն, որ 1-ից 10 ինտերվալի վրա ընտրում ենք պատահական 3 կետ ու ոնց որ վերցնում ենք բաները։ Այդ ոնց որ 1-ից 10 3 հատ պատահական բան ենք վերցնում։ Կողմ բառն եմ մոռացել։ Ու հարց է գալիս, ինչքան է հավանականությունը, որ կարողանանք այդ կողմերով կառուցենք եռանկյուն։ Սա էլ, եթե չեք մտածել, շատ խորհուրդ կտամ մտածել ու երբ զգաք չի ստացվում կամ հարցնեք կամ արդեն գաք վիդեոն նայեք։ Տեսականի ժամանակ լուծել ենք այս խնդիրը։ Ճիշտ է, լուծել եք, ճիշտ է։ Ասելուց հիշեցի, որ նայել եք։ Բայց հա, շատ լավ, ավելի լավ։ Բայց մերսի նշման համար։ Այդ դեպքում մի հատ ուրիշ խնդիր առաջարկեմ, որ տենց դրաշուրջ մտածեք։ Այդ դա արդեն պարադոքս է կոչվում ու բավականին անսպասելիոտ պարադոքս կարելի ասել։ Խնդիրը հետևյալն է, կոչվում է Բերտրանի պարադոքս։ Ունենք մի հատ 2 շարավող շրջան, մի հատ էլ 1 շարավող շրջան։ Վայ։ Հիմա խնդիր ինչքան է հավանականությունը, որ եթե բռնենք մի հատ պատահական լար վերցնենք, ինքը չի հատի այս բանը, կլորը։
Մի հատ ուղղակի կարեք սրա վրա մտածեք, հետո երբ ուզեք գաք նաև դրավիճան։ Տնայինի խնդիրների մեջ այդ խնդիրը կա, թե ուղղակի ասես։ Չէ, հեսա։ Այս հավեսոտի առաջինը։ Բերտրանի պարադոքսը։ Ու իրավիճան էլ այս խնդրի հավեսն է, որ կարա 3 հոգի լուծի, 3-ն է տարբեր պատասխան ստանան ու 3-ին է կարողանանք ասենք, որ ճիշտ են։ Լավ, անպայման կնայեմ ես։ Հա, այս մեկը ես ագին շատ եմ սիրում, խորհուրդ կտամ։ Մեկ էլ այս ոնց որ խնդիրների ռեկլամի ցանկից 3 խնդիր էլ առաջարկեմ, որ էլի եթե չեք մտածեք, հետո եթե կուզեք այս վիդեոները նայեք։ Մի հատը դուելի մասին է 3 հոգանոց։ 3 հոգի կանգնած դուել են գտնում, առաջինը 30% դեպքերում է ճիշտ կրակում, երկրորդը միշտ ճիշտ է կրակում, երրորդը 50-50։ Ու ոնց որ հերթով առաջինն է կրակում, հետո երկրորդը, հետո երրորդը։ Ու բոլորը բոլորին ուզում են սպանել, էլի։ Հարց է գալիս, ես եթե առաջի մարդն եմ, ով որ 30% հավանականությամբ ճիշտ է կրակում։ Որն է իմ ամենախելացի ստրատեգիան։ Ինչ անեմ։ B-ին կրակեմ, C-ին կրակեմ, ինչ անեմ։ Այդա կարակ մեկ է մտածեք, սա էլ տենց ոչ ակնհայտ պատասխան ունի։ Մեկ էլ մի հատ էլ ուրիշ մտածելու բան Շեքսպիրի կապիկների խնդիրն է։ Այս ոնց որ իրան հենց ապացուցել լուծում ստանալը մի քիչ շատ դժվար է, եթե այտենց տեսական կտորից բորել կանտելի լեմաբանման այտենց բաներ ծանոթ չեք, բայց առնվազն ինտուիտիվ մակարդակով ինքը հավեսն է ու կյանքում ամենակիրառելի թեորեմներից լեմաներից է երևի իմ կարծիքով հավտեսի մեջից առօրյա կյանքի։ Բայց խնդիրը նա որ ասում եմ մի հատ կապիկ ենք վերցնում, դնում ենք կլավիատուրայի դիմաց ու պատահական sense դղ կանում կլավիատուրային, ինչքան է հավանակ ու ոնց որ անվերջ ժամանակ ենք իրան տալիս, էլի։ Ինչքան է հավանականությունը, որ ինքը Շեքսպիրը ծերից ծեր կգրի, լրիվ ճիշտ։ Հա, կարակ մեկ է դրա մասին։ Վիդեո նայեք, մեկ էլ մի հատ էլ վերջի ռեկլամային խնդիրներից մեկը Monty Hall-ի պարադոքսն է, Monty Hall-ի խնդիրն է։ Խնդիրը հետևյալն է։ Ունենք մի հատ ինչ որ հաղորդում է, խաղա։ 3 հատ դուռա, 2 հատի հետևում բաղկված է ինչ որ հավես բան, չէ, ներողություն, 2 հատի հետևում բաղկված է ինչ որ անկապ բան, մի հատի հետևում բաղկված է ինչ որ մի հատ շատ ուրախացնող, լավ բաներն են, վատ բանը թող լինի X-ը։ Մի հատի հետևում բաղկված է ինչ որ ինչ ասես, անկապ բան։ Մենք ուզում ենք գտնենք դուռը, որի հետևը լավ բան է պատկերված։ Ու ստրատեգիան սենց է։ Դե իհարկե չգիտենք ինչի հետևը ինչ է, բայց մոտեցումս հետևյալն է։ Մենք մի հատ ինչ որ դուռ որ ընտրում ենք, ու ես թարս ասեցի, չէ։ Լավը Ես թարս ասեցի։ լավը մեջտեղներ։ Հա, չէ, թարս ասեցի, հա, իրականում ոնց որ երկու տեղ անկապ բանը, մի տեղ մի վարքյան մի հատ հանկարծ որ չշփոթեմ, the host who knows the prices. Երկու դուռներ, երկու դռան հետևներ, վալբոն թե մի դռան մոռացա։ Երկու դռան հետևը այծա, մի դռան հետևը մեքենա, օրիգինալը տենց է։ Հա, երկու դռան հետևն է վատ բան, ճիշտ է։ Թարս եմ գծել։ Մերսի։ Խաղը սենց է։ Մենք ընտրում ենք մի հատ ինչ-որ դուռ, ու այս վարողը այս դռանը չի կպնում, ուղղակի այս երկու դռներից մեկում բացում է մի հատ դուռ, որտեղ որ ոչ մի բան չկա, մեզ ցույց է տալիս, ասում է, տես, այդտեղ չկա։ Ու հարց է տալիս։ Ուզում ես փոխես որոշումդ, թե չէ։ Մենք ինչ դուռ ընտրենք, ինքը միշտ կարող է մի հատ ուրիշ դուռ բացի, որտեղ որ այծ է, որովհետև երկու հատ այծ կա։ Հիմա պետք է արդյոք փոխել որոշումը, թե պետք է մնալ ասել խոսքից տերնեմ, ասել եմ չեմ փոխի։ Այդտենց մի հատ խնդիր։ Ու իրականում զգալի տարբերություն կա որոշումը կփոխենք, թե չենք փոխի։
Եկել է դրա վրա։ Կարոչարկ եմ մտածել, եթե ժամանակ ու հավես կա։ Ուհա, ու այսօր իրականում ինձ թվում է այսքանով եզրափակենք ասելս, ինչ հարցեր ունեք քննարկենք ու եզրափակենք, այսինքն նոր խնդիր չնայենք։ Որոշ բաներ ստեղից չնայեցինք, մի մասը որովհետև ձանձրալիոտ էին, մի մասը որովհետև մի քիչ զգացի ժամանակայինով լավ չի ստացվի։ Օրինակ այս երկու երեխեքի խնդիրը պրինցիպի կարելի էր լավն լավն է, կամ այս բանը ժապավենների խնդիրը։ Այս ամեն դեպքում հաջորդ դասին արդեն լինելու է բաները, պատահական մեծություններ, PDF, CDF, տենց տարբեր բաշխումներ, երևի հենց այդքանը։ Դրանից հետո արդեն մաց սպասում վարիացիա այդ թեմաները։ Ու հիմա էլ սպասեմ ցանկացած հարցի, ժողովուրդ։ Այջան հաջորդ դասը երբ է լինելու, ոնց է գրաֆիկը նախատեսվում։ Այդ շատ լավ հարց է, իրականում հիմա մի քիչ քաոսային նոտ է մեր գրաֆիկը, զգում եք ինձ էլ ապրիկյանին էլ, ապրիկյանը ասաց երևի կիրակի հաջորդը հարմար կլինի իրան, այս ոնց որ հունվարը ոնց որ յոլա տանենք, փետրվարից էլի հետ կգանք ինձ թվում է ստաբիլ 2 շաբթի, 5 շաբթի ու շաբաթ կիրակիից մեկը։ Բայց այս պահին երևի կիրակի չաթում ինչքան հնարավոր շուտ կփորձենք գրել։ Ահա։ Ու չաթումը որ գանք, կարաք տենց բուտ դնելով արձագանքեք հարմար է թե չէ, որ եթե տեսնենք շատ քիչ մարդու է հարմար, արդեն մտածենք որ փոխել։ Ու ինչպես նաև, այս ոնց որ ով միացել է իրենց չի վերաբերվում, մնացածին եթե բութ եք դրել, բայց հասկանում եք որ չեք միանալու, կխնդրեմ ուղղակի բութը հանել։ Ու այս թեմայի վրա մեկ էլ ներողություն, որ կես ժամ շուտ տրիվոգա եք գցել, 7:30 տխուր մտա տեսա ոչ մեկ չկա, չֆայմեցի որ 7:30 չէր, մտածեցի ուղղակի չեք միանում։ Հա, այդ կներեք, այդ անուշադրական սխալ էր։ Բայց լավ, հաղթեսին հետ գալով ցանկացած հարց կամ դասընթացին, ոչ թե հաղթեսին, ցանկացած հարց։ Հաղթեսը մոտարպես երբ կավարտվի։ Ինձ թվում է 2 շաբաթ, 2-2.5 մաքսիմում։ Հետո machine learning, հա։ Չէ, հետո դասընթացի պլանը կա իրականում մոտավոր կայքում։ Հաղթեսից հետո գալու է վիճակագրություն, վիճակագրությունից հետո գալու է մի քիչ ինֆորմացիայի տեսություն ու մի հատ էլ արանքում կամ ամենավերջում գալու է բան։ Չափողականության անեծքի գաղափարը, որ ուղղակի բարձրաչափ տարածություն գնալուց ոչ ինտուիտիվ բաների մասին է լինելու։ Օրինակ, ստեղ ասացինք հավանականությունը p4 է երկչափում։ Եթե օրինակ վերցնենք խորանարդ ու մեջը դնեինք, աստվածի մեջ խորանարդը, խորանարդ վերցնենք մեջը գունդ դնեինք, այդտեղ մի քիչ ավելի փոքր է լինելու, օրինակ մի քիչ ավելի շատ տարածություն որ գնենք, ասենք 10-չափ տարածություն, 100-չափ տարածություն, կարելի ասել 0 է լինելու զուտ։ Կամ օրինակ եթե վերցնենք տենց 1000-չափ ապելսին կամ մանդարին, մի քիչ ձմեռային, ու այդ մանդարինի կեղևը հանենք, բակը ոչ մի բան չի մնում ուղղակի, ծավալի մակարդակով։ Այդտենց մի քանի էֆեկտի մասին, ու այդ դրանով արդեն մաթեմը բրցնելու ենք։ Մեկ էլ երևիների շարքից օպտիմիզացիայում բանը չծածկեցինք, constraint օպտիմիզացիան չենք անցել, սահմանափակ օպտիմիզացիան այդ մի քիչ սրտից չնստեց որ չարեցինք, կարողա բան անենք, կարողա մի հատ պրոստը մի դասով վերադառնանք, ասենք, այս էլ եթե սահմանափակում ունենք, այդ դրա դեպքում օպտիմիզացիան ու այդ դրանով մաթեմը նոր վերջացնենք։ Էլի ինչ-որ ցանկացած հարց ժողովուրդ։ Դե բարի, դե բոլորի օները շնորհավոր, ովքեր նոր են միացել դասընթացին բարի գալուստ, ովքեր շուտվա ինձ են գալիս, մերսի որ շարունակում եք գալ։ Ու հա, ու կհանդիպենք արդեն մյուս շաբաթ ապրիկյանի հետ, բայց կհանդիպեք այս շաբաթ ամենայն հավանականությամբ։ Ձեզ շնորհակալություն։ Merci շատ։ Համ ձեզ էլ։ Դե Շնորհակալություն շատ, հաջողություն։
Հաջողություն, հաջողություն։